Բարև ձեզ, շողակաթի եթերում հարց ու պատասխանն է։ Բազմաբնույթ հարցեր ենք ստացել, որոնք վայրկյաններ անց կուղենք Տեր Մկրտիչ Քահանա Երանյանին։ Օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի բոլորիս։ Գոհար Կարապետյանին հետաքրքրում է, երբ Սուրբ Պատարագի ավարտին օրհնված հաց է բաժանվում, Սարգսակն ասում է բաժին եղեցի Սուրբ Պատարագից, իսկ այն ընդունողը պատասխանում բաժին իմ Աստված Հավիտյան։ Ինչ իմաստ եւ խորհուրդ ունի այդ երկխոսությունը, կարելի է արդյոք օրհնված հացը տուն տանել առավոտյան աղոթքից հետո ուտել, եւ նաեւ արդյոք օրհնված հաց ուտելու համար ծոմ պահելը անհրաժեշտ է։ Խնդրեմ։ Օրհնված հացի բաժանումը սիրո ճաշի դրսևորումն է։ Ժամանակին, երբ որ քրիստոնյաները հավաքվում էին աղոթելու Տիրոջ պատվիրանի համաձայն, սականակիմ հիշատակի համար, ամբողջ օրն հասկացնում էին միմյանց հետ։ Խոսում էին, քարոզում էին, լսում էին եւ բնականաբար նաեւ օրվա ընթացքում միասին ճաշելու կարիք էին ունենում եւ դա արդեն վերածվեց սիրո ճաշի։ Ժամանակի ընթացքում, երբ որ հավատացյալների թվականակը բավական մեծացավ, այդ նույն տարբերակով շարունակել այլևս հնարավոր չէր։ Այս իսկ պատճառով մասը մտավ եկեղեցու մեջ որպես խորհուրդ, որը գալիս է փոխարինելու այդ նախկին եղած սիրո ճաշին։ Որպեսզի շփոթություն չառաջանա Քրիստոսի մարմնի եւ այդ սիրո ճաշի միջև, Սարգսակը, երբ որ տալիս է մաս, ասում է սա եղեցի մասն եւ բաժին Տյառմերո Հիսուս Քրիստոսի, իսկ հավատացյալը վերցնելուց ասում է բաժին իմ Աստված Հավիտյան։ Քանի որ դա պատարագի ավարտից հետո տրվող հաց է, սխալմունք կամ շփոթում չառաջանալու համար, այդ պատճառով օրհնված հացը բաժանող Սարգսակը շեշտում է, որ սա պատարագի մասնակցի հացն է, բաժին է։ Բնականաբար մարդը կարող է վերցնել տեղում ճաշակել, կարող է նաև տուն տանել, որտեղ մարդիկ կան, որոնք հիվանդության պատճառով չեն կարողանում եկեղեցի գնալ կամ տանը փոքրիկներ ունեն, տուն տանելը շատ նորմալ երևույթ է, բայց ցանկալի է, որ ճաշակողը լինի մկրտված։ Ծոմ պահելը պարտադիր չէ բնականաբար, սիրո ճաշին այդ մասին մասնակից ունելու համար, ճաշակելու համար, բայց քրիստոնյա լինելու մկրտված լինելը չափազանց կարևոր հանգամանք է։ Մարդիկ երբեմն իրենց բողոքի ձայն արտահայտում են հացադուլի միջոցով։ Քրիստոնեական մոտեցումը ո՞րն է այս երևույթի հանդեպ, Սարգիսն է հարցնում։ Քրիստոնեությունը հացադուլի վերաբերյալ որևէ արգելք չունի։ Եվ բանը երբևիցե դրան չի էլ հասել, որտեղ հացադուլ ասվածը հետագայում է մտել մեր կյանքից ներս։ Մեր ժամանակներում հասարակական կյանքում դա ընդունված է, երբեմն նաև լուծում պարունակող մեթոդ է դառնում։ Եթե կյանքին վտանգ չի սպառնում բնականաբար։ Կարելի է կիրառել որևէ խնդրի վրա հասարակության կամ պետական այցանների ուշադրությունը սևեռելու նպատակով։ Մեր հոգևոր սրբազան հայրերն էլ Միքայել ու Բագրատ սրբազանները այս տարվա մեկ օրյա հացադուլով սահմանադրության օրը ի նշան իրենց դեմ ապօրինի կատարվող դատավարության նման ձևով իրենց քայլը կատարեցին։ Եկեղեցական հստակ մոտեցում գոյություն չունի, բայց նաև արգելք գոյություն չունի։ Հոգևոր աշխարհի հետ քանի որ կապ չունի, հոգորականի ներկա գտնվել կամ միջամտությունը բացարձակապես միջամտության կարիքը չկա։ Մարդը որոշում է ինքը, մարդը դուրս է գալիս ինքը։ Տեսեք, սովետական միության փլուզման ժամանակ Վազգեն Միապարն թռավ այստեղից Մոսկվա, որպեսզի մեր Վիկտոր Համբարձումյանին խնդրի, որպեսզի դուրս գա հացադուլից, որտեղ դա արդեն իր առողջությանը վտանգ է սպառնում։ Քանի որ հոգորականների խոսքը հարգվում է մեր հավատացյալ զավակների կողմից, դա է պատճառը, որ հիմնականում հոգորականն է միջամտում, որպեսզի մարդիկ իրոք թողնեն իրենց հացադուլը դուրս գան, որպեսզի կյանքը չվտանգվի։ Հիմնականում դա է պատճառը։ Խոսքը հարգելու, խնդրանքը չմերժելու, մերժելն է պատճառը, որ հոգորական միջամտում է։ Հոգևորականներին ձեռքով բարևելն արդյոք ճիշտ է, թե նրանց բարևի կերպը պետք է միայն օրհնության, այսինքն աջը դիմացինի գլխին դնելու տեսքով լինի։ Ուրեմն գիտենք, որ ձեռքով բարևելը դա աշխարհիկ մոտեցում է, բայց նույն մոտեցումը անում են երբեմն նույն հոգևորականին, երբ որ մեկը մոտենում է ինձ ձեռքով բարևելու, ես չեմ ասում չէ սխալ մոտեցում է ցուցաբերում, բայց հարգի է եւ ընդունված, որպեսզի մոտեցողը հոգևորականին բարևի եկեղեցու կողմից ընդունված կարգի համաձայն, որտեղ դա պարզապես բարևել չէ, դա ավելին է, քան բարևելը։
Երբ որ հավատացյալը մոտենում է ինձ ողջունելու, ինչ է ասում, օրհնեցեք Տեր Հայր, եւ բնականաբար ես այդ ժամանակ իրեն ինչ եմ ասում, Աստված օրհնի։ Այստեղ հոգեփչականը որևիցե բան չկա, բայց նաև իր մեջ վերաբերմունք եւ նշանակություն պարունակող սովորություն է։ Հոգերականը հանդիպել բարևել է պետք է լինի օրհնությամբ։ Հոգերականը միշտ անկախ օրվա ժամից ու բարևողի մտերմության աստիճանից հոգևոր իշխանությունը կրողն ու այն փոխանցողն է։ Հետևաբար նաև լավ առիթ է ասորնությունը միշտ ունենալ ու պատշաճ բարևել։ Այստեղ ողջունելուց զատ նաև հոգրական ինքը նաև միջնորդ է, չէ, խողովակ է, Աստծունը մարդկանց փոխանցելու։ Երբ որ հոգևոր ձևով մոտեցումը լինում եւ հերթական անգամ նաև օրհնություն է ստանում տվյալ անհատը։ Երկու տարբերակն էլ ընդունելի է, բայց ավելի ցանկալի է հոգրականին ողջունել այնպես, ինչպես եկեղեցում է ընդունված, որպեսզի բարևելուց զատ նաև օրհնանքի արժանանա, բարձ ասած։ Կա նաև հոգրականի հետ բարևելու մի տարբերակ, մենք էլ երբ որ մեզանից բարձր հոգրականին հանդիպում ենք, ինչ ենք անում, իրենց աչքը համբյուրում ենք, չէ՞։ Դա էլ է ողջունելու ձև հոգրականին։ Ու այդ սովորությունը եկավ որտեղից, երբ որ Թովման, անհավատ Թովման ասես միջը մատերս չմցնեմ Տիրոջ կողերի մեջ, չեմ հավատա։ Եվ ինշան դրա, երբ որ ինքը մատերը մցրեց Տիրոջ կողոսկրերի մեջ ու հանեց, մատերը սկսեցին լույս տալ։ Եվ առաքյալները մոտեցան ու հերթով սկսեցին համբուրել։ Ու այդ սովորույթը առաքյալներից անցավ նաև եկեղեցուն, որովհետև հոգևորականն էլ ինքը պատարագի ժամանակ ինչին է դիպչում, Տիրոջ մարմինն ու արյանը, եւ դա է պատճառը, որ նաև հոգևորականի աչքը համբյուրում են։ Դա էլ օրհնության լավագույն տարբերակներից մեկն է։ Այստեղ անձը չի, այստեղ աստվածային հետ մենք գործ ունենք։ Անին հետաքրքրում է Քրիստոսի թե աստվածային եւ թե մարդկային բնությունները արդյոք հավասարապես ընդունելի են։ Միանշանակ։ Քրիստոս կատարյալ մարդ է եւ կատարյալ Աստված։ Քրիստոսից հարյուրամյակներ առաջ մարգարեներ մարգարացան, որ կույսը կհղիանա, որդի կծնի, անունը կդրվի Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Աստված հավիտենական է, կարի սկզբան է, Սուրբ Աստվածածնի միջոցով մարդ եղացավ եւ դարձավ կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված։ Քրիստոսի մեջ այդ երկու բնությունները մարդկային եւ աստվածային անբաժան են, անխառն եւ եկեղեցու հայրերը այսպես են ասում. մի է բնություն բանին մարմնացելով։ Մարմնացած բանը Աստծո խոսքն է, աստվածությունն է, մարմնացած բանը ունի մեկ բնություն։ Ու մեր եկեղեցին տարբերություն որոշ արևմտյան եկեղեցիների Քրիստոսի մեջ մարդկային ու աստվածային բնությունների երբեք իրարից չի բաժանում։ Սա է նաև եկեղեցիների մեջ եղած տարբերությունը, հիմնական տարբերություններից մեկը։ Մենք պարտադիր ձևով ընդունում ենք Քրիստոս ինչքանով Աստված է, այնքանով էլ մարդ է։ Ասեմ ավելին, Քրիստոս միշտ իր քարոզչության ժամանակ իր համար ասել է մարդու որդի։ Մարդու որդին կմատնվի, կխաչվի, սակայն երրորդ օրը հարություն կառնի։ Ու մոտ 80 անգամ Քրիստոսին իրեն մարդու որդի է կոչում։ Մարդու որդի Քրիստոսի մեկ էլ կոչել է Ստեփանոս նախասարկավագը, առաջին նահատակը Քրիստոսի անվան համար, որ ասեց, ահա տեսնում եմ մարդու որդուն նստած Հայր Աստծո աջ կողմում։ Երբ որ առաքյալները խնդրեցին Տիրոջը, ասելու ցույց տուր մեզ հորը, Քրիստոս հետևյալ պատասխանը տվեց, ասեց, ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Եվ դրանք հավասարաչափ իրար հետ են անխառն, կրկնում եմ, եւ անբաժան։ Ոնց որ միևնույն բաժակի մեջ լցված պարզ օրինակներից մեկն է ձեթն ու ջուրը։ Իրենք միևնույն բաժակի մեջ են, անբաժան են եւ անխառն են։ Նայում ես իբր մեկ են, բայց ձեթը նստած է տակը, ջուրը միշտ վերևում։ Սա ամենալավ օրինակներից մեկն է, փոքրինչ շատ ըմբռնելի։ Եթե որևիցե մեկը փորձեց Քրիստոսի մարդկային կամ աստվածային բնությունը նրա մեջ պակասեցնել, նվազեցնել կամ ստորադասել,
արդեն կվերածվի հերետիկոսի։ Մենք երբ որ խաչակնքում ենք, բոլորս էլ գիտենք, որ երբ որ մենք երեք մատը միացնում ենք իրար, ասում ենք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, չէ, բայց մեկ Աստվածություն։ Հիմա այստեղ մենք ունենք եւս երկու մատ, որոնք ծալված են։ Սրան մենք չենք անդրադառնում։ Քրիստոս կատարյալ մարդ է եւ կատարյալ Աստված, բայց նրա մեջ այդ երկու բնություններն անբաժան են։ Այսինքն մեր մոտ մի ձեռքը խաչակնքելու ժամանակ ձեռքի դիրքը մի ամբողջ դավանանք իր մեջ շարունակում։ Արդյոք մտերիմների հետ ճաշելը կամ ընթրելը կարելի է համարել սիրո ճաշ, թե այն միայն եկեղեցական գործածություն ունի։ Սիրո ճաշը առաքելական շրջանում գրեթե համարժեք է Սուրբ Պատարագին եւ Տիրոջ մարմին ու այրուն են ճաշակում եւ հետո նստում են իրար հետ սիրո ճաշ են ճաշակում։ Հարազատների հետ կերած ճաշը չի կարելի սիրո ճաշ անվանել, որտեղ սիրո ճաշ հասկացողության մեջ ավելի շատ աստվածային կա եւ հավատացյալների հետ տեղ ունեցած կոչում սիրո ճաշ։ Հիմնականում արել են պատարագից հետո արվել է ննջեցյալների հիշատակի համար, արվել է որպես աղքատների կերակուր, սա է բուն նպատակը սիրո ճաշի, կամ աղքատների կերակուր, կամ ննջեցյալների հիշատակի համար տրվող սնունդ ուտելիք։ Արևելյան եկեղեցիներից օրինակ հպտիների մոտ շատ լավ պաշտպանվել է։ Արևմտյան եկեղեցիները սիրո ճաշի այս տեսակին այս մոտից վերացրել են։ Մտերիմներով կամ ընկերներով ճաշը դեռևս սիրո ճաշ չի։ Պարտադիր է որ լինի հավատացյալների մասնակցությամբ։ Մենք ունենք նաև ագապե բառը, չէ՞, աստվածային սեր արտահայտելու համար։ Հայ առաքելական եկեղեցում որոշ համայնքներում երբեմն կատարում են այս բանը, արարողությունը, սիրո ճաշի խորհուրդը։ Գեղեցիկ սովորույթ է, պատարագից հետո ժողովուրդը հավաքվում են մի կողմի վրա, մասնակցություն են բերում։ Տեսեք, մենք ունենք մատաղի օրինակի վրա։ Մատաղն ինչ է, նորից աղքատների կերակուր։ Ցավոք սրտի շատ անգամ մեր ժողովրդի զավակներն ինչ են անում, անասունը մորթում են, նստում են հարազատներով ուտում են, ասում են մատաղ արեցինք։ Մոռանալով որ մատաղի բուն իմաստը բաժանելու մեջ է, ոչ թե միասին պարզապես նստելու եւ գերուխում կազմակերպելու մեջ։ Ընտանեկան քեֆերը դրանք սիրո ճաշ կոչել չի կարելի։ Սիրո ճաշ հիմնականում աստվածայինին են անվանում։ Այն ինչ որ խնջույք է մենք միասին հարազատներով խնջույք ենք անում, բայց այն ինչ որ կոչվում է ագապե եւ սիրո ճաշ, այդ ամեն ինչը պիտի հավատացյալների հետ անցկացվի եւ աստվածային նպատակի մեջ շարունակի։ Ինչ խորհուրդ ունի այն դրվագը, երբ Հիսուս Հայրոսի աղջկան կենդանություն պարգևելուց հետո ծնողներին ասում է ուտելիք տալ աղջկան։ Որպես կանոն նման դեպքերում ջուր է առաջարկվում մարդուն։ Հայրոսի աղջկահարության դեպքը Քրիստոսի կողմից երկրի վրա հարություն պարգևելու եզակի դեպքերից մեկն է, որին ավետարանիչներից 3-ն անդրադառնում են։ Քրիստոս երբ որ մտնում է Հայրոսի տուն, տեսնում է ողբ, լաց, նվագողներ, ասում է մի լացեք, որովհետև աղջիկը մեռած չէ, այլ ննջած, եւ նույնիսկ շատերը սկսում են ծաղրել Քրիստոսին։ Չհասկանալով թե ինչ ասում, որտեղ իրենք են տեսել, որ աղջիկ հոգին ավանդել մեջ Տերը կհասներ Հայրոսի խնդրանքով նրա օջախ։ Քրիստոս ինչ արեց իր աշակերտներից 3-ին ընդամենը վերցրեց, Հակոբոսին, Հովհաննեսին եւ Պետրոսին, եւ ծնողներին թողեց ներսում, դարձան 5, Քրիստոս 6 եւ անգույցյալը 7 հոգի։ Բռնեց աղջկա ձեռքը եւ ավետարանիչներից մեկն ասում է, ասած դալի տակումի, աղջիկ դու վեր կաց, կամ աղջիկ դու ետ արի, հոգուն հետ կանչեց։ Ու աղջիկը կենդանացավ։ Ուրեմն հրեաների մոտ այսպեսի մի սովորություն կա, որ իրենք հանգույցյալի տանը ջուր չեն պահում, ասելով, որ մավան հրեշտակ իր սուրաջրի մեջ է թաթախում։ Մեր շրջապատում ինչ են թվում, երբ որ մարդը վատանում է, հենց որ աշկերը բացում, ամենաշապես ասում են ջուր տվեք։ Մեկ սրանով է բացատրվում ջուր չտալու հանգամանքը, եւ երկրորդը չափազանց կարևոր հանգամանք էր ուտելիք տալ, եթե ուշադրություն դարձել եք, մենք էլ երբ որ հիվանդանում ենք, մեր ուտելի չի գալիս, չէ՞։ Առողջ մարդն է ձգտում սննդամթերքի։
Ուտելը նաև կատարյալ առողջ լինելու հանգամանքն է, դրամատերն ասեց նրան ուտելու բան տվեք։ Այսպես են մեկնաբանում մեր եկեղեցու հայրերը։ Եթե հիշում եք ավետարանում նման դրվագ կա նաև մեր Տիրոջ կյանքի հետ կապված, երբ որ ինքը հարությունից հետո երևաց առաքյալներին, ասեց ինչ ունեք ուտելու։ Կար հաց եւ ձուկ։ Եվ Քրիստոս նրանց հետ միասին հաց եւ ձուկ կերավ փաստացի ապացուցելու համար իր կենթանի հարությունը։ Այդ նույն ձևով նաև այս աղջկա բարագայում մեր Տերը ասեց նրան ուտելու բան տվեք։ Աղջիկը ընդունակ էր ուտելու եւ աղջիկը կատարյալ ձևով առողջ վերակենդանացած վիճակում էր գտնվում։ Եվ ինչու՞ չէ նաև հարազատնի եւ շրջապատող մարդկանց այդ անհասկանալի հոգեբանական վիճակից դուրս բերելու համար նաև հավանաբար։ Մարդիկ շփոթմունքի մեջ էին, մեռածեր ու կենդանացավ, որպեսզի նաև ծրի այդ մթնոլորտը, ասում եմ մի կտոր ուտելու բան տվեք երեխուն։ Շատ նորմալ մարդկային հոգեբանական մոտեցում է։ Պսակի արարողության ժամանակ ինչու են զույգի գլխին թագ դնում։ Այսօրվա հաղորդման վերջին հարցն է, հեղինակը Սոֆին, խնդրեմ։ Ժամանակին թագի փոխարեն դրվում էր նարոտ, կարմիր ու սպիտակ թել, այն որ մկրտության ժամանակ մենք օգտագործում ենք ու վրան խաչ։ Հետո աստիճանաբար կասեի նաև գեղեցկության իմաստով այդ նարոտները փոխարինվեցին թագերի։ Ու ինչ որտեղ նաև շատ բնական ու նորմալ է, որովհետև Աստված երբ որ առաջագործության ժամանակ ստեղծեց մարդուն, ասում է նրան Տեր եւ իշխան կարգեց իր ամբողջ առաջագործության վրա։ Երկինքի թռչունների, ջրի ձկների եւ բնության մեջ գտնվող բոլոր արարածների վրա։ Երբ որ եկեղեցում ենք պսակադրություն են կատարում, մի նոր փոքրիկ թագավորություն ենք ստեղծում, որտեղ թագավորը ամուսինն է, տղամարդը իսկ թագուհին կինն է։ Դրամաս ջիքերի գլխին մենք թագ ենք դնում։ Թագադրում ենք Աստված մարդուն հենց իր կերպարով ստեղծելու նաև խորհուրդը կրկին անգամ հիշեցնել եւ մեջ բերելու համար, որպեսզի Տիրոջ պատկերը մշտապես պահի, Տիրոջ նման լինի արարող, Տիրոջ նման լինի սիրող, ներող, սրտացավ։ Իսկ կինն էլ բնականաբար եկեղեցու խորհուրդն է, ասում է ինչպես եկեղեցին հնազանդում Քրիստոսին, այնպես էլ կինը պիտի հնազանդվի իր ամուսնուն, թագուհին է, որ տան իշխանավորն է։ Ու նաև Գարեգին առաջինը շատ էր սիրում ասել տան քահանան կինն է, հոգևոր մթնոլորտ պահողը նաև։ Դրա համար արարողության ժամանակ նաև աղոթքի մեջ կոչվում են թագավոր եւ թագուհի, թագադրվում են, աստվածային օրհնությամբ են թագադրվում ու դառնում մեկ։ Դրա համար նրանց գլխին թագ է դրվում։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու, մեր օգտատերերի հարցերին սիրով պատասխանելու համար։ Աստված օրհնի բոլորիս։ Տեր Մկրտիչ քահանա Երանյանն էր տեսակապով միացել մեզ։ Ես կսպասեմ ձեր նոր հարցերին։ Հաջողություն։